Lea Beauty Academy. Beauty Academy. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Ձինա այդ նախագիծը։ Եվա Կոպովնան ձեզ համար նախապատրաստել է հաճելի թողարկում, նորություններով լի եւ իհարկե կարևոր դեմքերի հետ միասին։ Բայց նրանց մասի րոպեներ անց, որովհետեւ այս պայն պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, աստծոհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնանք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Родные баревцы, посмотрю, сегодня кто здесь есть. Модные и все красивые, лучшие мои любимые. Я люблю, когда танцуете, нравится, что вы кайфуете. Хочется сказать вам I love you и еще раз повторить я вас люблю. Настроение кайф, нравится мне этот драйв. До утра, между прочим, гуляем мы звездные ночи. Настроение кайф, жизнь моя, it's my life. До утра, между прочим, гуляем мы звездные ночи. Желаю радости и в любви особой сладости. Пусть дела все переносятся, нам гулять сегодня хочется. Я люблю, когда танцуете, нравится, что вы кайфуете. Хочется сказать вам I love you и еще раз повторить я вас люблю. Настроение кайф, нравится мне этот драйв. До утра, между прочим, гуляем мы звездные ночи. Настроение кайф, жизнь моя, it's my life. До утра, между прочим, гуляем мы звездные ночи. Настроение кайф, нравится этот драйв. Настроение кайф, нравится этот драйв. Настроение кайф, нравится этот драйв. Настроение кайф, it's my life, my life.
notre quotidien. C'est certain, oui. 21 TV եթերում աշխատանքը սկսել ընթացքի մեջ պահպանում է Ձինա այդ նախագիծը եւ այս բան ըստ ֆորմատի տեսանյութ եւ տեղեկացնեմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր Ակոպովնից միշտ սպասում են սպորտը եւ բյութի ինդուստրիան, այս շաբաթ ձեն են, որովհետեւ նորությունները full են եւ դա նշանակում է, որ հենց այս բան րոպե չկորցնելով առաջարկում եմ դիտենք տեսանյութ եւ ասեմ, որ տեսանյութի կարևոր դեմքերը ինձ մոտ տաղավարում են, արդեն սպասում են եթերին, այնպես որ վայելեք։ Lia Beauty Academy կրթություն եւ սպասարկում նոր մակարդակով։ Երևանում գործում է գեղեցկության ոլորտի առաջատար ուսումնական կենտրոն, որը համադրում է մասնագիտական կրթությունը, նորագույն տեխնոլոգիաները եւ բարձրակարգ ծառայությունները մեկ վայրում։ Ակադեմիան կազմակերպում է մանրակրկիտ մշակված ուսուցման ծրագրեր եւ վարպետաց դասեր բյութի ոլորտի բոլոր ուղղություններով։ Տրամադրում է միջազգային չափանիշներին համապատասխան դիպլոմներ եւ սերտիֆիկատներ։ Lia Beauty Academy-ն անդամագրված է եվրոպական մի շարք երկրներում եւ ապահովում է արհեստավարժ խոսնակների հրավերներն ու ելույթները Հայաստանում։ Բացի կրթական ծառայություններից Lia Beauty Academy-ն մատուցում է բարձրակարգ սպասարկում, ձևավորում է նոր մոտեցումներ եւ կրթում նոր սերնդի մասնագետներ։ Իսկ ներկայացնում ենք Lia Production-ը, որտեղի ստուդիայում կարող եք ստանալ պրոֆեսիոնալ եւ կրեատիվ վիդեո եւ ֆոտոնկարահանում։ Բացի այդ, տարածքը պատրաստ է ոդկասթների եւ տեսահոլովակների նկարահանումների։ Lia Production-ը պարզապես production չէ։ Նրա հիմքում դրված է հոգատարություն, սեր եւ ընկերասիրություն, ինչի շնորհիվ էլ ամեն հաճախորդ ստանալու է առանձնահատուկ վերաբերմունք, ջերմություն, որը մենք ստեղծելու ենք նկարահանման հրապարակում, որպեսզի ոչ միայն արդյունքը, այլ նաեւ process-ը լինի հաճելի եւ հետաքրքիր։ Ես վստահ եմ, որ հենց հիմա շատ հեռուստադիտողներ ասում են Ակոպովնա, մենք ամենաշատը հենց Lia Beauty Academy-ն ենք տեսնում քո էջում եւ դու չես լանում ամեն անգամ շնորհակալ ես լինում բոլոր այն մարդկանց, ովքեր որ այսպես ասած իմ գեղեցիկը կատարելության են հասցնում, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Բայց այսօր հետաքրքիր նորություն ունի Lia Beauty-ն եւ բնականաբար մեծագույն սիրով տեղեկացնեմ, որ հյուրընկալ եմ Lia Beauty Academy-ի PR մենեջեր իմ դիմահարդարին խնդրում եմ ուշադիր լինել Էրնա Խաչատրյանին եւ արդեն Lia Production իդեպ Lia Production-ի տնօրեն Անդրե Մելքոնյանին։ Ընկերներիս բարի օր եւ բարի գալուստ մեր տաղավար։ Բարև։ Ինչպե՞ս եք։ Հրաշալի։ Անդրեն ինձ մոտ առաջին անգամ է։ Կաշկանդվել պետք չէ։ Ով ուզում է գա ինձ մոտ, եթե Էրնան իր կողքը նստած, Անդրե ջան, իրանք արդեն թևեր են առնում, որովհետև տնավորված է, էլի իմ ընկերուհին է այստեղ արդեն, բայց Այնպեսի միջավայր է ստեղծում, որ մարդ չի կարող իրան լավ չզգա այստեղ։ շատ լավ, բայց Էրն ջան, քանի շաբաթ է դու ինձ մոտ չես եկել։ Դա բաց թողում ունենք։ Բաց թողում ունենք, բայց լավ նորությամբ, հա։ Այո, քանի որ շատ զբաղված էինք այս նորություններով, դրա համար չենք կարողանում քեզ մոտ գալ, բայց քանի որ 2 շաբաթ բաց ենք թողել, այս անգամ եկել ենք մեծ նորությունով, շատերի կողմից սպասված։ Դե պատմիր ինձ։ Էջը ողողված է մի տեսանյութով, որտեղ դու ինքդ նստած ես մի տեղ, որը ակադեմիայի մեջ է, բայց մենք այդ տարածքը չենք տեսել։ Այո, որովհետև տարածքի աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, բայց մենք ունենք նորություն, Lia Beauty Academy-ն կից ստեղծում է Lia Production, որը զբաղվելու է վիդեո եւ ֆոտոնկարահանմամբ եւ ուսուցմամբ։ Այդ վիդեո ֆոտոնկարները վերաբերվելու են եւ անհատներին, եւ բիզնեսներին, եւ շատ խիստ գործնական process-ներին։ Այո։ Նշեմ այդ անհատներ բառը, որ նշեցի, անհատների համար ունենք ամբողջական փաթեթ, ու կարծում եմ դա աղջիկների համար մեծ երազանք է, որ իրենց ամբողջ տեսքը կատարելության հասցնելու համար ընդամենը մեկ վայր են այցելում եւ իրենց ժամանակը ծախսում են ռացիոնալ, այսինքն մեր փաթեթի մեջ լինելու է դիմահարդարումը, վարսահարդարումը, հագուստը, տաղավարը եւ վիդեո ֆոտո նկարահանումը։ Ամբողջը լինելու է մեր ակադեմիայում։ Թանկաճույք է։ Կարծում եմ, եթե այսպես կողքից լսես, դա շատ բավականին մեծ գնի մասին կլինի, բայց մենք մտածել ենք մեզ դիմողների մասին եւ որոշել ենք տարբերվել ոլորտում եւ բավականին, չեմ ուզենա հիմա արժեքը բարձրաձայնել, բայց միջին խավը կարող է։ Բայց իհարկե, մոտ 35-ից 40,000 դրամի սահմաններում է լինելու, այո։ Շատ լավ։ Ես Անդրեյ շփվում, ինձ Էրնան Փաստոն բարձրաձայնեց, ասեց նաև ուսուցում։
Այո։ Դա ինչ է նշանակում, որ դուք նաև կարող եք սովորեցնել։ Այո, իհարկե, ուսուցում Լիա ակադեմիան կազմակերպում է տարբեր սեմինարներ, հետեւաբար օպերատորների եւ լուսանկարիչների համար էլ կարող է կազմակերպել սեմինարներ, որտեղ կարող ենք մենք դասավանդել։ Մենք նաեւ ուրիշ մասնագետներ տվյալ ոլորտից։ Մի քիչ նշեմ Էռնայի ասացի հետ կապված, որ Լիա Production-ը կից ներկայացվում է։ Լիա Beauty Academy-ը երկրորդ հարկում է լինելու տարածքը Լիա Production-ի, մեծ հարմարավետ տարածք է։ Էռնան նշեց անհատների եւ բիզնեսների համար։ Լավ։ Մի քիչ անհատների առումով ծավալվեմ, անհատներ ասելով մենք կարող ենք ենթադրել նաեւ երգիչ եւ երգչուհիներ, որտեղ կարող են գալ, որ ովքեր կարող են գալ ու նկարահանել իրենց տեսահոլովակը հենց Լիա Production-ի տարածքում։ Այսինքն տենց հնարավորությունները մեծ են։ Այո, Լիա Production-ը ապահովելու առանձին հատված իր տարածքից հատուկ պավիլյոն է սարքելու երգիչ եւ երգչուհիների համար, իրենց տարբերվող տեսահոլովակներ նկարելու հենց իր մոտ։ Նաեւ նշեմ, որ տարածքի մի մասը տրամադրվելու է podcast կազմակերպողներին, նաեւ կարող ենք հյուրընկալել podcast անողներին, հաղորդավարներին, թե մարդկանց, ովքեր գաղափարներ ուզում են իրականացնել, բայց չգիտեն որտեղ, ինչպես։ Ամեն ինչը կարող են կազմակերպել, նկարահանել։ Հանելի է, եթե անկեղծ ես այդ տարածքը ասենց մի կես աչքով եմ նայել, երբ որ դեռ նոր այս թեմաների մասին խոսում էր Լիա Beauty Academy-ի հիմնադիրը, եւ Գևն ասաց, «Ձեն ինչ կարծիք ես, այստեղ մենք կարող ենք ունենալ ստուդիա»։ Ես վստահ եմ, որ հենց հիմա շատ անհատներ այդպիսի ստուդիայի համար բավականին մեծ գումարներ են տալիս, որպեսզի կարողանան ուղղակի վարձել։ Քթի տակ ունենալով ոչ եթերային տեքստից համար ներողություն, չօգտագործելը դա իսկապես սխալ էր, բայց հույսով եմ ձեր սեմինարները թույլ կտան, որ դուք շուտ մինչև տարվա վերջ ավարտին հասցնեք եւ անցնեք գործի։ Կարծում եմ, հա, որովհետեւ հիմա այն իսկական ժամանակն է, ովքեր շատ են դիմում, այո։ Մենք ամեն ինչ անում ենք մեր թիմով եւ փառք Աստծո մենք կարողացել ենք արդեն ստեղծել բավականին մեծ եւ պրոֆեսիոնալ թիմ։ Իդեպ նշեմ, որ մեր թիմը մեզ դիմողներին շատ օգնելու է, ինչպես ճիշտ սոցհարթակներում ներկայանալ, նույնը հենց beauty ոլորտի համար, բոլորս կարողանում ենք շատ գեղեցիկ աշխատանքներ անել, բայց այդ նույնը չենք կարողանում ներկայացնել սոցհարթակներում։ Դա էլ շատ կարեւոր է եւ մեր պրոֆեսիոնալները հաստատ կօգնեն մեզ դիմողներին նաեւ այդ հարցում։ Մի հարց էլ, օրինակ Լիա Beauty Academy-ան, նադրե տարբերվում է նրանով, որովհետև ասում են շատ կազմակերպիչները մի գժական ձևով աշխատում են։ Այսինքն պրոֆային, ռեյտինգային տարբերակները մենք կողքից տեսնում ենք։ Ասում են իրանք ունեն լավ տեխնիկա, իրանք լավ մատուցում են այդ ամեն ինչը։ Բայց ես գիտեմ, որ այդ մատուցման համար պետք են իսկապես մասնագետներ։ Դա դուրս է գալի տեքստից հասկացա, որ կարող է լինել անհատներ, ովքեր ինչ որ չափով գրագիտություն ունեն, բազային տարբերակով կարող եք նրանց օգնել, որպեսզի լինեն օրինակ ինչ ոչ սեմինարում ընդգրկվող աշխատողներ։ Տենց թեմա կարա լինի, որովհետև վստահ եմ հենց հիմա լսում են մեզ շատ օպերատորներ, լուսանկարիչներ, որոնք կցանկանան ձեզ մոտ սովորել եւ դառնալ ակադեմիայի մասնիկը։ Դա հնարավոր է բազային տարբերակով թեկուզ։ Իհարկե հնարավոր է, նշեցինք, որ տարվա վերջ միջև, ճիշտ եմ, չէ՞, ֆիքսել, տարվա վերջ դեկտեմբերից, եթե ամեն ինչ իր հունով գնա, դեկտեմբերից բացումը կարող ենք սպասել production-ի, կապված օպերատորների եւ լուսանկարիչների հետ օպերատորների եւ լուսանկարիչների հետ կապված, նշեմ, որ նրանք ոչ միայն կարող են գալ եւ սովորել ակադեմիայում, այլ նաեւ վարձել տարածքը։ Ահա։ Այդպիսի նաեւ հնարավորություն են տալիս, այո։ Եվ քանի որ տարածքը մերն է եւ արկա է, շատ ավելի հեշտ է լինելու ուսումը օպերատորների եւ լուսանկարիչների համար, որովհետեւ տվյալ մասնագիտության մեջ շատ մեծ դեր ունի պրակտիկան եւ մենք հենց տեղում շեշտը դնելու ենք պրակտիկայի վրա։ Ամեն ինչ տեխնիկան լուսավորվածության հետ կապված արկա է, նկարահանող տեխնիկան, կամերաները արկա են ու շատ հեշտ կարող են կազմակերպել պրակտիկան։ Իսկ ես հեռուստադիտողներին տեղեկացնեմ, որ շատ շուտով, երբ որ պատրաստ եղավ այս ամենը եւ կարողացանք հանրայնացնել, Ակոպովնան առաջինն է այնտեղ նկարանալու իր առաջին նոր տեսանյութը, որը պատրաստվում են նաև տարվա վերջում ներխուժել մեր էջ։ Այսինքն առաջին նկարները Ակոպովնան այնտեղ կիրականացնի, ես արդեն խոսացել էի, որ ասում եմ դաբրոն ունեի, էլի, դրա համար կարողացա բարձրաձայնել։ Էրն, իսկ ավարտին խնդրում եմ ասայի տվյալ պահին ինչ ունենք նորություն
նորություն, որ ակադեմիան տենց շաբաթվա մեջ պետք է ներկայացնի կամ տարվա վերջ։ Նորություններ բնականաբար ակադեմիան միշտ ունի։ Ինչպես գիտեք, բոլորդ Լիա Բյութի ակադեմիան ոչ մի կարևոր իրադարձությունից ետ չի մնում, եւ այս անգամ եւս ունենք նորություն։ Մենք դեկտեմբերի 5-ին, 6-ին եւ 7-ին մասնակցելու ենք Որակի նշան էքսպոին, որը կազմակերպել է BS Cosmo-ն, եւ այնտեղ ներկա են լինելու միայն լավագույնները, եւ BS Cosmo-ի ուսումնասիրության արդյունքում մենք եւս ընդգրկվել ենք լավագույնների ցանկում։ Այո։ Դեկտեմբերի 5-ին, 6-ին եւ 7-ին։ 8-ին էլ Ակոպովնա մնացածը ձեզ կասի եթերում, թե ինչ են արել իմ Կքննարկենք ընկերները։ միասին, այո։ Շատ լավ։ Իսկ ես շնորհակալ եմ ձեզ ապրեք լավ գործի համար։ Դե շնորհակալ եմ նաև իմ ստիլիստին Գևին այս ամենի համար, Վարդանյանին, որովհետև նրա ուղեղը չի դադարում չմտածելուց, նորություն անելուց, դա նաև չի հոգնածնում ոչ միայն մեզ, կողքի մարդկանց, այլ նաև վստահ եմ աշխատողներին ձեզ հաջողություններ եմ մաղթում։ Վստահ եմ տարվա վերջը այստեղ կլինեք արդեն եթերում կցուցադրեք ֆոտոշութեր, նոր թեմաներ, իսկ իմ ընկերները եթե ծրագիրը բաց են թողել կամ վերջում հասկացաք, որ նոր տարածք կա նաև լավ թեմաներ ունենալու համար, վաղը ժամը 13:00-ին կրկնությամբ կվայելեք թողարկումը, հետո կզանգեք Ձինային, հետո Լիա Բյութի ակադեմիա եւ բոլոր հարցերը լուծված կլինի, որովհետեւ այսօր շատերը նորության, այսպես ասած, կարիք ունեն եւ սովե չեն վախենա նաև այդ բառից։ Շնորհակալ եմ ձեզ, բարևները իմ բոլոր ընկերներին։ Շնորհակալություն։ Իսկ այսքանից հետո լավ տրամադրությամբ ձեզ հաջողություն կմաղթեմ միմայն հանդիպելու ակնկալիքով ձեզ հետ Լիա Բյութի ակադեմիայի դեմքերն էին եւ իհարկե ձեր Դինա Ակոպովնան։ Ինձ փնտրեք 21 TV եթերում, բարին եմ ձեզ։ Здесь тебе рады всегда, родные, близкие друзья. Словно праздник каждый день пьют вино, гуляют тут весь день. Город любовь, город душа, самотным говорят всегда. Эй, Джан, Ереван, столица всех армян, рай ты бескрайний, мой любимый Ереван. Эй, Джан, Ереван, столица всех армян, ты самый лучший, мой любимый Ереван. Каждый дом, каждый прохожий родные мне и так дороги. Все пути, все дороги ведут к тебе, мой Эревуни. Город любовь, город душа, самотно говорят всегда. Эй, Джан, Ереван, столица всех армян, рай ты бескрайний, мой любимый Ереван. Эй, Джан, Ереван, столица всех армян, ты самый лучший, мой любимый Ереван. Да, тебе рады здесь всегда, и родные, и друзья. Мощный праздник тут везде, все гуляют каждый день. Город мой, моя душа, Ереванус Алуша. Эй, Джан, Ереван, ты столица всех армян, ты столица всех армян, ты Мартагуй, Ереван. Им Ереван. Эй, Джан, Ереван, столица всех армян, рай ты бескрайний, мой любимый Ереван. Эй, Джан, Ереван,
столицам всех армян, ты самый лучший, мой любимый Ереван. Эй, Джан, Ереван, столицам всех армян, рай ты бескрайний, мой любимый Ереван. Эй, Джан, Ереван, столицам всех армян, ты самый лучший, мой любимый Ереван. Ереван. Аркадий Думикян. Михаил Галустян, супер жюри!